Բարի առավոտ հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, երեկ Կարո Հովհաննիսյանի հետ կապը 8-ից 9, որ սպասում ենք եղավ իմ ձեռքի հեռախոսով տվյալների մասին, ուղիղ ժամը 10-ից զանգահարել է ինքը գծի վրա է, Արարատից իջնում են, որպեսզի երկար բրակ չանենք, ես խոսքը միանգամից տամ Կարո Հովհաննիսյանին, որը որ երեկ ժամը 8:30 արդեն Արարատի գլխին է ռուսական էքսպեդիցիայի հետ, հենց հիմա գծի վրա ինքը ամեն ինչ պատրաստ է։ Կարո, ուրեմն պատրաստ լսում ենք ձեզ։ Հիմա պատմեք ինչ եղավ, ինչ չեղավ, որովհետև դուք բողոքում եք եղանակից։ Լսում ենք ձեզ բոլորին, առաջին հերթին եւ ուզում շնորհավորեմ բոլորին մեր հաղթանակը, այսինքն դա իմը չի, մեր ժողովրդին է, ես կիսում եմ բոլորի հետ։ Ինչ ասեմ, մեր խումբը բաղկացած է 10 հոգու 9 հոգի ռուսներ էին եւ ես միակ հայը։ Խմբից երկուսին շատ հայտնի լեռնագնացներ ծանոթ, որոնց հետ ես վաղուց ծանոթ էի։ Մենք ճանապարհվեցինք Բայազետից 3 օր առաջ եւ մեր առաջի ճամբարը մենք ստեղծեցինք 3200 մետրի շատ լավ պայմաններում արև եւ բաց պարզ երկինք։ Իսկ հաջորդ օրը մենք շատ հաջողությամբ նույն լավ եղանակով տեղափոխվեցինք մինչև 2 ճամբարը 4200 մետր բարձրության վրա նորից պետք է որոշեցինք որ առավոտյան ժամի 2-ին ճանապարհենք դեպի Գագաթ, քանի որ եղանակը արդեն զգացվում էր անպամատ։ Եվ այդպես արտոնալով 1-ին 2-ին ճանապարհվեցինք, իհարկե մեզ հետևից գալիս էին մի մեծ խումբ, ֆրանսիական խումբ եւ Պարսկաստանից խումբ, նրանց հետ էին թուրքական հսկիչները, որոնք մեծ ուշադրությամբ հետևում որևէ հայկական դրոշ չբարձրացնի։ Եվ այնտեղ լսում եք ինձ։ Այո, լրիվ լսում ենք, Կարո։ Այո։ Եվ այստեղ իմ կամչատկային ընկերները, որոնց ղեկավարն էր Վալերի Կարպենկոն, ինքը տարիներ աշխատել է Հիմալայներում որպես էքսպեդիցիայի բժիշկ, մենք վաղուց իրար գիտենք, նրանք որոշեցին, ինչպես ասեմ, իրենք որոշեցին այդ որոշումը, որի համար ես երախտապարտ եմ իրենց, որ շարժվենք արագ եւ որևէ եղանակի, ասենք, վատ պայմաններին չգնանք, իսկ ժամը 10-ին սկսեց շատ ուժեղ ձյուն եւ ուժեղ քամի։ Տղաները ինձ ուղղակի խոստացան, որ ոչ մի բանի առաջ չեն տանելու, մենք կաշխատենք բոլորից առաջ ասել, որովհետև այս եղանակին ուրիշ խումբ չի կարող բարձրանալ եւ հնարավորին չէ ամենաառաջին հասնենք Գագաթ, որ կարողանանք Հայաստանի դրոշը այնտեղ բացենք։ Եվ ես ուղղակի երախտապարտ եմ բոլոր տղաներին, իրոք նրանք արեցին հերոսական գործ, վերելքը, որը մեզանից սպասում էր առնվազն նման պայմաններով 6 ժամ, մեզանից ընդամենը խլեց 4 ժամ 20 րոպե եւ առավոտյան 6-15 րոպեի Հայաստանի դրոշը մեծ դրոշը փոխված Արարատի լեռան վրա։ Այնտեղ կանգնել ուղղակի հնարավոր չէ։ Հետագայում ես խոստանում եմ, որ կադրեր ցույց տամ, տեսեք թե ինչպիսի պայմաններում մենք բարձրացանք եւ կարողացանք Հայաստանի դրոշը եւ նկարահանել եւ նկարել այդ բոլորը իր ուրախություն մեզ բոլորիս։ Այսքանը Ստեփան ջան, իսկեն ուրախությունը բոլոր ժողովրդի հետ։ Հիմա մենք նստած ենք Բայազետ դերտից ընդամենը երևի 150 մետր ներքև տոնում ենք մեր հաղթանակը այսօրվա եւ շատ ուրախությունը կիսնում են բոլոր ժողովրդի հետ։ Ուրիշ հարցեր ունեք, խնդրեմ։ Իհարկե ունեմ։ Կարո, հիմա այս նկարը, որը հեռուստատեսությամբ ցուցադրվում է, դու ալպինիստական կարմիր շորերի մեջ ես, երեք ճարեց 26-րդ կայանի AMGM-ը ուղղակի բանից, արխիվից չեմ ասում, ինտերնետից ճարեց ու դրեց այս հաղորդման համար, հիմա դու էկրանի վրա երևում ես, գլխիդ կա մի հատ հակաձյունային գլխարկ և կարմիր շորերի մեջ ես սև, բայց ոչ Էվերեստի վրա, խորհրդավոր հայացքով, այսպես նայում ես դեպի հեռու, երևի կասկածում ես Արարատին վրա։ Այո, դա ես արդեն իմացա, դա հյուսիսային Վեբեր արշավանքի ժամանակ իմ կարող եմ ասել իմ ամենասիրված նկարն է, իմ հազարավոր նկարներից մեկը դա այն նկարն է, որ ես ինքս սենյակում ունեմ եւ բոլորի շատ պաշտում այդ նկարը, որովհետեւ այդ նկարին է խորհրդավոր իմաստ։ Այ խորհրդավոր է, ճիշտ է։ Եթե կարելի է պայեք այդ նկարը, որովհետեւ ժողովուրդը տեսնի, ինձ պետք չի ցույց տա։ Ռազմիկ, խնդրում եմ այդ նկարը բնարարության դեպքում։ Ուրեմն ճիշտ է, հույսային Բևերի հետ կապված էր, որովհետեւ ինտերնետի մեջ սրճ արեցին Կարո Հովհաննիսյան եւ հանկարծ հայտնվեց, որ դու այն մարդը, որը հույսային Բևերը գնացել, դե հարավային էլ ես գնացել, բայց այս նկար երևա շատ խորհրդավոր դեպքով, հիմա քեզ տեսնում են արդեն էկրանի վրա բոլորը։
Կարո բոլորին ժողովրդին։ Ես նա ինչ երեք հայտնեցի։ Ես հայտնեցի մոտավորապես խոսակցության մասին, որ ես քեզ հետ վարեցի, որ իջնելու եք գնաք Ստամբուլ, հետո Մոսկվա, հետո Երևան, 13-ին երևի Երևան լինեք։ Այո, ես Ստեփան ջան հայտնեմ, որ ես ինձ հիմա կարողացա, որովհետև մենք այսօր նորից մենք 2 օրվա ճանապարհը ամբողջ մենք այսօր ամբողջ դագաստից որպես 2 օրում հասնենք Բայազետ, ուղղակի մեր խումբը ասեմ երազանց պատրաստված են տղաները բոլորը կարողացանք մի ուժով մինչև Բայազետ հասնել, այսինքն մինչև այնտեղ որտեղ մեզ սպասում են ջիպերը եւ մենք այդ տեղափոխվեցինք, որը մենք պետք է 2 օր հետո այստեղ լինենք, այս փառքաստը մենք հայտնվեցինք այսօր այստեղ Բայազետում եւ ես որոշել եմ վաղը գնամ դեպի Էրզրում, Էրզրումից արդեն ինձ համար տոմսերը վերցնեմ, որ գնամ Իստանբուլ եւ հնարավորինս գոնե 1 օր շուտ հասնեմ Երևան, չգնամ արդեն Մոսկվա, որովհետեւ իմ տոմսերը ես նախատեսված եմ մեկնեմ սկզբից Մոսկվա եւ նույն օրը ամսի 11-ին Հայաստան գնամ, բայց հույս ունեմ, որ վաղը Ստամբուլից կարող եմ գնել օտանավի տոմսեր եւ հնարավորինս 1 օր գոնե շուտ հասնեմ Հայաստան։ Շատ լավ։ Հիմա ես հայտարարել եմ այն նախնական խոսակցության մասին, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձն է, որը համընկնում է քո Արարատ Բարցանու արարողության հետ, եւ ես կարծում եմ դրանք մեկը մյուսի հետ կապված էին, որ դուք Հայաստանի պետական դրոշը ծածանեցիք 15-րդ տարում Արարատի վրա։ Եվ ձեր վրա այստեղից կգնա նաև Լևոն Սողոմոնյանը, մնացածին ես չեմ ճանաչում, որովհետև գաղտնաբար են գնում եւ փաբլիկ, որովհետև ցուցակ հայտնություն չկա։ Դու բաց Արարատից ես իջնում դեպի 15-րդ տարեդարձը նշող Հայաստան Սփյուռք համաժողովի մեջ, Լևոն Սողոմոնյանը գնում է, դուք այնտեղ կհանդիպեք, ես հավանաբար այս հեռախոսը եթե քո մոտ կա, կապը կպաշտպանենք, նա սեպտեմբերի 9-ին գալու է 21-ին այնտեղ լինի ելույթ ունենա։ Դու որպես ես հայտարարեցի, դու որպես Նոյան խաղաղության աղավնի, որը իջնում է Արարատից եւ բերում է լուր, այսինքն սիմվոլի տակ մտցրեցի։ Ստեփանը դա արդեն շատ է։ Չէ, նա ինչ, գիտեմ զողողություն է, բայց բարձանալ Արարատ ու հանկարծ այդ 15-րդ տարեդարձի ամբիոնից ելույթ չունենալ, դու նաեւ Սփյուռքը հայ ես, չէ։ Դու նաեւ ներկայացնում ես Սփյուռքը, քեզանից լավ, Լևոնից լավ, ով պիտի ներկայացնի Սփյուռքը, ձեր գործերը։ Հիմա այս որ ցուցադրվում է, ձեր հետ խոսում է, ձեր գործերն է ցուցադրվում։ Թե որ մարդիկ պետք է ներկայացնեն Սփյուռքը համաժողովներում, որոնք ինչ որ ներդրումներ ունեն, ոչ թե ֆինանսական, որովհետև ֆինանսական ներդրումները Հայաստանում մինակ քանդման ենթակա բաներ են անում, այլ ունեն հոգեբանական, բարոյական, մշակութային, կարճ ասած մարդկային, Սփյուռքից։ Հիմա դուք երկուսդ եք։ Ես ձեզ ներկայացրի ժողովրդին մի թեթև, հիմա մնում է որոշումը դու վերջնական, որ եթե 13-ին այնտեղ ես կառավարական մարդկանց հետ կհանդիպես, քո պատմությունը արդեն գիտեն։ Սա ինտերնետի մեջ է դրվելու, նաև այս ամեն ինչը կեթա, ինչ որ հիմա խոսում են, քեզ ցույց է տալիս։ Հետևաբար դու Հայաստան Սփյուռք խորհրդաժողովի ամենակարևոր անձն ես այսօր, որը իջնում է Արարատից, որը որ համընկնացնում է ամեն ինչ։ Այնպես որ դու այդ պարտավորությունը քո վրա վերցրա, ուզես թե չուզես։ Սփյուռքը պահանջում է, հեսա ես կմիացնեմ հեռախոսները ու բոլորը կասեն պահանջում ենք, որ դու լինես խորհրդաժողովում եւ ամբիոնից խոսես, Արարատից իջած աղավնու նման, հաշտեցնես, լավ բաներ խոսես, ինչ որ դիրեկտիվներ տաս, ասես այնտեղ Արարատում Եվ դուք այստեղ հանգիստ նստած եք, փոթորիկ է եւ սառնամանիկ, ես իմ աչքով եմ տեսել։ Դուք պատկերացնում եք, ասած ես բերել եմ որ ձեզնից հանեմ այդ ամենը, որտեվ այդ հակասություններ կան իհարկե Հայաստան Սփյուռքում։ Դրա մասին ես կուզեի որ դու հիշես։ Նորից քեզ զանգահարում են իհարկե, ես միացնեմ, բայց Ռազմիկ ես իրան հոլդ պետք է դնեմ։ Hello։ Այո, լսում եմ, Կարո։ Այո, Ստեփան, դեք աշխատեմ Ստեփան, ճիշտ ասած ես վերադարձ տոմսին ամսի 15-ին է եկել չեմ սխալվում Մոսկվայից, դե ինչ ասեմ այնտեղ 5 օր, կտեսնենք ինչպես Կարո, ուրեմն այդ էս 15-ին դու վերադառնում ես, չէ, դու ես գիտեմ քո պլանները խառնվել են։ Կարճ ասած կառավարության հետ այդ հարցերը լուծեք, որ դու 15-21-ին ելույթ ունենաք խորհրդաժողովի։ Շատ կարևոր է ասենք, որովհետև գնում է հիմա մարդափոխման, հոգեբանության, քո ներկայությունը շատ կարևոր է։
Ավելին քան թե Գրիգոր Լուսավորիչի ներկայությունը դու հասկանում ես ես ինչ եմ ասում ավելին Մազովության արդեն ամաչի չէ ես ախր դու գալիս ես առասպելական Արարատի գագաթից եթե դու գայր Էվերեստի կամ Էլբրուսի կամ որևէ տեղից կապ չունես բայց դու գալիս ես ազնվությամբ Ստեփան ջան մի բան ասեմ այսօրվա առավոտյան մենք 6-15 ես ինձ ավելի վեհ է զգում ավելի բարձր է զգում քան 1 տարի առաջ մայիսի 30-ին նորից հետաքրքիր զուգադիպություն ես մայիսի 30-ին 6-15 րոպե եղա Էվերեստի գագաթում եւ այսօր 6-15 րոպե Արարատի գագաթում դա ուղղակի մեծ զուգադիպություն է բայց այսօր ավելի շատ վեհ եւ ավելի բարձր զգացի քան անցյալ տարի որը կանգնել է Երջագնդի ամենաբարձր կետում որտեղ ավելի բարձր չկան գնալ էլի դա զգացմունքն ապեք է այսօր Կարող քեզ բոլորը սիրում են հիմա դիտում են ես կարծում եմ որ երեք գիշեր որ ես ասեցի առավոտը պետք է կապտվենք միասին ստացվեց այդ ամենը ուրեմն ինչ ասեմ ժողովուրդը նորից նայում եք քո նկարի խորհրդավոր հեռուն ես նայում հյուսիսային բևեռի ժամանակ տակնել ենա գրեց արդեն Կարո Հովհաննիսյանը կայանը աշխատում է ուղիղ քո համար հիմա Շնորհակալ եմ զգացած եմ ես խոնարհվում եմ բոլորի առաջ եւ ես իմ ամբողջ ուրախությունը կիսում եմ ինձ ժողովրդի հետ Ուրեմն փաստորեն դուք վերևում երեք ձայնդ որ ձերքի հեռախոսին զանգեց սարսափելի դժոխքային ոնց որ մի դժբախտ վիճակի մեջ էիր խավարած հանգած եւ ես ասեցի այնքան ծանր վիճակից է դու ասեցի որ եղանակը սարսափելի վատ է նույնիսկ մահացու բայց դուք կարողացաք այդ բան Իրոք Ստեփան ջան ես ասեմ շատ գիտես շատ տեղեր եմ եղել շատ լեռներում եմ եղել բայց այսպիսի դաժան ցամոթ շատ քիչ էին հանդիպել ուղղակի մենք ստիպված էինք շատ ցույց թողնել գագաթը հիմնական ժամը որ մենք տրամադրել ենք նկարել ենք մեր Հայաստանի երագույնը եւ նկարահանել ենք դա է եղել հիմնական ուշադրություն եղել է դրա վրա որպեսզի մենք կարողանանք որևէ բայց ոչ մեկը մեծ ֆրանսիական խումբեր ոչ մեկ չկարողացավ նրանք վերջին կարող եմ ասեմ 151-ը բոլորը արդեն վերադարձան չկարողացան որովհետեւ հայտարարակ վիճակ էր եւ մեզ հաջողվեց միայն մինչեւ գագաթ հասնել մոտ կարող եմ ասել 40 հոգի Եվրոպայի լեռնագնացներ ոչ մեկը չփորձեց վաստանալ որովհետեւ իրոք եղանակը սարսափելի էր Եվ մեզ հաջողվեց բոլորը շատ հաջողությամբ կատարել։ Կարո ուրեմն այդ բոլորը ինչ որ դու ասեցի, հիբա որ ասեցին, ես երեք մոտավորապես իմ դատողությամբ այսպես զարգացրի, որ Արարատը, որ Կարոն աշխարհի բոլոր բարձություններում եւ բևեռներում եղել է, զարմացած էր, հիմա ինքը դու վերանով ասեց, ես դու այդ ինչ չէիր ասել, թե Արարատը ինչու այսպես սառն է եւ բան, հետո ասել, որովհետեւ նա գտնվում է գերության մեջ, իր սերը ամբողջապես պահել է եւ այլն մանավանդ որ դու թաքցված ես եղել ասենք ռուսական էքսպեդիցիայի տակ եթե ասենք բոլորդ հայեր լինեիք իհարկե Արարատը Հայաստանից եկող խմբերին կդիմավորի արևաճաճանց եւ ոչ այդպես ինչպես որը դու փաստեցիր եւ նման բան է միգուցե Արարատը հենց քեզ էր փնտրում միակ քեզ երևի Ես պետք է կարծում արդեն բան ունեմ, որ պետք է հեռախոս անջատեն, հիմա ինձ Մոսկվայի զանգում են, սպասում են հեռախոսի վրա մյուսի վրա, ես այնտեղ պետք է աղոթեմ, նորից երև որևէ կարևոր հարց ունեք խնդրում եմ տակ, որովհետև ես պետք է արդեն թողնեմ հեռախոսը։ Դե ուրեմն մենք ողջունում ենք բոլորս քեզ, շնորհակալություն եմ հայտնում, կեցը դու եւ այլն։ Ժողովուրդը քեզ արդեն դեմքով տեսավ եւ ես ամեն ինչ կանենք, որպեսզի աշխատանքը օգուտ հայ ժողովրդի լինի։ Ստեսություն շնորհակալություն։ Մինչ նոր հանդիպումը Լոս Անջելեսում։ Իհարկե։ Ուրեմն ես ասում ժողովրդի հետ զրուցելու։ Ստեսություն կարծես։ Եղավ։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, բոլորս եք շնորհակալ։ Բոլորից շնորհակալ եմ, որ այս ժամը տրամադրեցին մեր հաղորդումներ այս լուրերը լսեցին։ Էհա, բայց ամեն ինչ լավ է, մի հեշտ չմտածես։ Բայ։ Ուրեմն դուք եթերում եք, դուք լսեցիք։ Բարի արավ։ Հիմա ճիշտ ասած այսօր ուրիշ օր ստացվեց, եկեք այդ դրան տրամադրենք, համեցեք։ Այո, շատ։ Երանի ռադքերում որ դեսավատ կա եւ իմ աղոթքը թե որ ինք ամբողջ դառնա եւ մենք այդ օրը լավ որ իրանանք այդ
սուխովերուն ու սուպարարատին։ Ես աղոթով եմ հիմա միան այսքան գսեմ։ Հիմա աղոթք եք անում այս կապակցությամբ։ Այո։ Հիմա Կարոյի տեսակ չէ, դեմքով ճանաչում եք նրան գոնե։ Այո, իսկ երկրորդ դեմքում միտքը, որի ներկայությունը այդպես շատ կարևոր է համաժողովին, որ ինքը աշխային ոգին, ինչ մտքով այդտեղ եղած լան, բոլորի մտքերը Աստված պիտի փոխի այդ։ Ճիշտ է, այդ տեսեք Աստծո անունը որտեղ կարելի է հիշել։ Դրա համար ես կապեցի, որ այն ինչ որ կատարվել է գրված է ամեն աշխարհի Աստվածաշնչերում եւ այլն, Արարատի հետ է կապված, սկիզբն է Արարատի։ Այս մեր Կարոն գալիս է սկզբից, այնտեղից որտեղ սկսվում է մարդկության քաղաքակրթությունը ըստ Բայբլի։ Ուրեմն հետեւաբար ինքը գալիս է սկզբից եւ գալիս է հայության վերջին, այսինքն սեպտեմբերի 21 15-րդ տարեդաց Հայաստան Սփյուռք խորհուրդը, այսինքն սկիզբը, ալֆան եւ օմեգան, տեսեք ինչ թուղթուգիր արվում, կապնվում է Կարոյի միջոցով։ Եվ մենք որ տանջվում, տառապում ենք այս ամբողջ իրադրության մեջ, ինչ ասես չենք անում, չէ՞, էլ իրար հայոյան կատամների կրճտոց, կուսակցություն, պրոֆսայուզ, եկեղեցի, կոմունիստ, բոլշևիկ, կապիտալիստ, թալան աղքատություն, ամեն ինչ իրար է խառնված։ Այս բոլորը մի բողջա պիտի արվի։ Տեսակ ինչ արի, այսինքն բերանը կապվի։ Հետ որ կապվեց, այսինքն մենք կազատվենք սատանայի թուղթուգիրից, ես թուղթուգիրի դեմ թուղթուգիր պետք է անես, բայց այս մեր թուղթուգիրը, պետք է իրանցը քանդես, վերը դնես։ Հիմա այս թուղթուգիրը, քանի որ մեր ձեռքում է, մենք չենք կարա մի հատ այնպես ֆալջի թուղթուգիր բնենք, որ Արարատի հետ հետա նոյան ոտքերի հետ այս ձևի պատմությունների մեջ ընկնի։ Հետո ճիշտ ասած աշխարհը ղեկավարվում է սիմվոլներով, սիմվոլիզմ կա։ Այսինքն մեր սիմվոլը այսօրվա դրությամբ աշխարհի նամբեր 1 առաջի սիմվոլն է։ Ոչ Մերսեդեսի սիմվոլն է, ոչ մասոնական սիմվոլներն են, ոչ 33-ը, ոչ օթյակը, ոչ բանը։ Արարատի բուրգի գագաթը, այն ինչ որ դոլարի վրա նկարած է, Կարոյի գլխի աչքը, այն ինչ որ դոլարի վրա նկարած է, որ պիտի կառավարի համայն աշխարհը, այն ինչ որ Կարոն իջնում է, ու բերում է այդ կառավարման տրամադրությունը առաջի քաղաքակիրթ ժողովրդին, հայ որը նստած է Արարատի փեշերի տակ 21-ին եւ իր 15-րդ անկախությունն է տոնում։ Այս թուղթուգիրը պիտի աշխատի, ամբողջ Հայաստան, Սփյուռք աշխարհում պիտի տիրի խաղաղություն, պիտի վերափոխություններ կատարվի, այն մարդը, որը ատում էիք, պիտի սիրեք, եւ ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա, դրա համար հենց դուք հիշում եք, որ ես թուղթուգիրի վարպետ եմ նաև, 97 օգոստոսին թուղթուգիր արվեց, հիշում եք, չէ՞, լույսի մեջ, ուրեմն սա էլ դրա շարունակություն, Իջև սեպտեմբերի 21-ը ես կբերեմ Սարա Դարյանի աշակերտներից մեկի մի հրաշալի ազնվորություն, գաղտնագրության, որը արդեն կկապնվենք այս ամբողջ սիմվոլիկայի հետ, որպեսզի սա ստանա կնիկ աստվածային, այս գործերը եւ մենք էլ կդիմավորենք 21-ը, ինչքան հնարավորություն ունենք այս գործի։ Շնորհակալություն ձեզ, ես հնարավորություն տամ մյուսներին, կարելի է։ Շնորհակալություն։ Համեցեք դուք եթերում եք։ Բարև ձեզ, պարոն Քիրիբեջյան։ Հազար բարի։ Կարոյի սխրակ գործությունը բոլորիս է վերաբերում։ Բոլորիս է ուրախացնում։ Բայց դրա ազգանունը սխալ է գրել, ուղղեց ընդունում։ Ինչը։ Ազգանունը։ Ում ազգանունը։ Կարո Հովասապյան գրել։ Ես չեմ գրում, դա ներքևից է գրում։ Ամենայն դեպս։ Ինչ էր գրած, ես Հովասապյան։ Հովհասապյանը գրած։ Հալը գրված։ Այդ տնաշեն ես էլ ասեցի աշխարհը պաժառ ագեր, ուրիշ ազգանուն չի գրած։ Կարո Հովհասապյան, միգուցե այդպես է, չգիտեմ։ Հեն պետք է ջնջվի, դա կարևոր չի։ Կարո ես Հովասապյանն եմ ասում։ Իմիջայլոց գրողը Կարո Հովասապյանի Ռազմիկ Քեշիշյանն է, Ռազմիկ Դատնետ, մինչև ձեր հետ նա Ռազմիկի հետ խոսած, բանից պարզվեց, որ բարեկամներ են։ Այնպես որ բարեկամը գրել է բարեկամի մասին։ Շնորհակալություն։ Համեցեք եթերում եք։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք Կարոյի գագաթը նվաճելու համար, մեր բոլոր հայության համար իհարկե պարտանք է։ Շատ գագաթներ է նվաճել, բայց այս մեկ ուրիշ է, դա ճիշտ է։ Այս գագաթը, այս լրիվ ուրիշ է։
իսկապես լավ ֆինալային գագաթի նվաճում էր, որտեղ երկրագնդիրը տեղ չի թողել նա։ Միայն Ավստրալիայում ինչ-որ փոքրիկ բարձրություն կա, կարծեմ այնտեղ լինի թե չլինի։ Համենայն դեպս շատ շնորհակալություն, որ ներկայացրեցիք Կարոյին, Կարոյու հպարտենք մենք։ Անցյալում եւ ներկայում ապագայում ավելի շատ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ստեսություն։ Համեցեք եթերում եք դուք։ Բարև ձեզ, Հա, բարև ձեզ։ Բարև ձեզ, Բարև ձեզ։ բարոն Ստեփան, շնորհավորում ենք Կարոյի հաղթանակը եւ հայ ազգի համար պարտանք է, շատ ուրախ ենք, որ հայկական դրոշը ծածանվում է Արարատի գագաթին, մի հատ հարց ունեմ, Կարոն մենակ եղել, թե ուրիշներն կան հետը։ Ուրեմն նայեք, խումբը, ես որ իրենք ասում էի, 10 հոգուց է բաղկացած, 9 օտարը ռուսներ եւ մեկը հայ է Կարոն Ամերիկայից, գիտեք։ Ուրեմն նրանց հետ եղել են նաեւ էլի խմբեր, այսինքն մի արշավախումբ չի եղած, ինքը ասես չէ ֆրանսիական եւ մի որոնք չեն համարձակվել բարձրանալ 4200-ից վեր, որովհետեւ եղանակը շատ վատ է, բայց Կարոյենց խումբի որոշել է, որ պիտի բարձրանան եւ Կարոն նոր խոստովանեց, որ այդքան գագաթներ ան ինքը նվաճել, բայց Արարատի նման այսպես ծանր, խորհրդավոր եւ անմատչելի գագաթ չի հանդիպել։ Եվ ես երեք գիշերը որ խոսում եմ, դա զգացի, որովհետեւ ձայնը գիտեք ինչ ձև էր, տառապանքի մեջից, ոնց որ կռվում էին ինչ-որ մի տարեր գիտեմ, գիշերը երբ նրանք գագաթի վրա էին։ Բայց բոլոր դեպքերում չէ որ Կարոն հիշեցրեց, որ հսկիչներ կան թուրքական, որոնք հսկում են, որ հանկարծ հայկական դրոշ բան չբարձրացնեն։ Ես կարծում եմ, երևի դուք էլ այդ կարծիքն եք, որ Արարատը խստացրեց իր պայմանները, որպեսզի հսկիչները չբարձրանան գագաթ, եւ պայմաններ ստեղծեց, որպեսզի հայկական դրոշը ծածանվի Արարատի վրա։ Տեսեք տարբերությունը ինչ կա։ Ուրեմն ինչ որ մի բան աստվածային եղավ այդտեղ, այսինքն անհնարինը դառավ տեսակ ինքը ասեց, որ հսկիչներ են գալիս մեր հետ, որպեսզի հանկարծ դրոշակներ բան չբարձրացվի եւ այլ, բայց դե տեսեք ինչ եղավ, որ հանկարծ Արարատը կարդաց, ստեղծեց, ռուսական խմբին բաց թողեց եւ նրանք կատարեցին այդ գործը։ Հիմա դե ասա Աստծո մատը խառը չի էս գործը։ Ուրեմն շնորհավորում ենք Կարոյի հաղթանակը եւ պարտենում ենք Կարոյով։ Շնորհակալություն, ստեսություն։ Համեցեք եթերում եք։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Որ շատ խելաք ես շատ ուրախ եմ։ Որ շատ անիմացես շատ ուրախ եմ։ Բայց որ ժլատ ես, հեչ ուրախ։ Ինչու՞ նա ժլատ է։ Ինչի՞ թողեցիր Կարոյին մի հատ ողջում էինք։ Չեմ կարա, նայեք ինչ է, իր հետ 20 րոպե խոս պատասխանի։ Կարո, մեռնեմ քո աչքերին։ Էլի կասես, գկակը բան կանեք։ Կդիմ կլսենք, ըստ որում առավոտն է ինքը դիմա, որը 6:15 երևի արեգալ 100% համոզված տեղի Կարոյի գագաթը բարձրանալը դա Աստծո շնորհքն էր։ Ես էլ եմ այդպես կարծում։ Էլ ուրիշ բան չկա, որովհետև պատմածը երբ որ նայում եք, եւ այս ամենը, որ ես ասում եմ, պատմում եմ, խոսում եմ, ասում եմ թուղթու գիրը, բանը, ինչ որ մի բան, մի ամբողջականություն ունի։ Վերջը որ վերում ենք այս խորհրդաժողովի վրա, որ ասում եմ անպայման ինքը թող այդ տեղից մի հատ այդ նստածների վրա տարածի։ Նրանք, որոնք ասենք սփյուռքից են, ատում են, պահում են, չգիտես ինչ են անում, մի հով գկա նրանց վրա, կտենակ կփոխվի հայ ժողովրդի վիճակը։ Հայաստանում եւ հոգեպես դա հեղաշրջում կկատարվի ամբողջ ժողովրդի, հայ ժողովրդի հոգում եւ սրտում։ Կսկսեն մեկը մյուսին սիրել, գուրգուրել, պայպայել, հանուն Կարոյի շնորհքից։ Հա, հիմա տեսեք, դուք գծի վրա եք եւ նայում եք Կարոյի նկարը։ Սա Հուսեին Բևերի նկարն է, որ ինտերնետից վերցրինք երեք վերջի պահին, որպեսզի ցուցադրենք։ Պատկերացրեք, ոչ մի բան չունեք։ Ես բերել էի իր լույսի վրա տպած Էվերեստի վրայի նկարը, որի վրա նկարված է, դա շատ հետաքրքիր նկար է, գագաթն է եւ գագաթի վրա նա նկարված է, նկարել է ով, նկարել է մի հատ բնիկ, որը իրան ուղեկցել է մինչև գագաթ, որտեղ ֆոտոապարատը նրա մոտ է, այդպիսի բան չի լինում, որ ասեն գագաթի վրա դու դուրս գաս եւ հանկարծ քեզ նկարելու հնարավորություն լինի, հազվագյուտ նկար է, որը լույսի վրա է տպած անցած տարի 30-ին, ինչ է ասում, Կարոյի Այս միսիան, որ ասենք գնում է աշխարհի բոլոր գագաթները նվաճում է եւ այլն,
այս բոլորը, որը որ կատարվում է, ինչ որ մի խորհուրդ ունի անպայման իր մեջ, անպայման ունի խորհուրդ, աշխարհի գագաթների վրայից անցնում է հայի ոտքը, եւ ինչա իր հետ տանում այս մարդը, տանում է հայկական դրոշը, այն ինչ որ ասում է ծածանեցի Արարատի վրա, նույնը ծածանել է Էվերեստի վրա, նույնը ծածանել է Աֆրիկայի, Եվրոպայի, Ամերիկայի եւ բոլոր բարձրագույն գագաթների վրա, այս դրոշի ծածանումով Արարատի վրա, այսինքն դրոշ հայկական քաղաքակրթության եւ սկզբի հողի սուր գագաթի բարձրության ամենայն, այս բոլորը Կարոյի ձեռքումն է եւ ինքը աշխարհի վրա, տեսեք ինչ սիմվոլներ կա, բոլոր բարձրագույն գագաթներին ծածանել է այդ դրոշը ձեռքից չի փոխվել, նույն դրոշն է ֆիզիկապես, նույն դրոշն է եւ վերջը հանձնելու է Հայաստանի թանգարան։ Կա աշխարհում մի ժողովուրդ, որ այդպիսի դրոշ ունենա, կամ այդպիսի մարդ ունենա։ Կարող եք պատրաստել ձեր պետության հզորությունը, տիեզերագնացներ, արբանյակներ, Մարսը գնացող, եկող եւ այլն, ամեն ինչ։ Եվ եթե այդ բոլորը ինչ որ անում եք, ձեր միլիարդանոց տրիլիոնանոց բյուջեի հաշվին եք անում, երբ որ բաժանեք այդ բոլորը մարդկանց վրա, թե մի մարդուն ինչքան աշխատանք ու պատիվ են գնում, ասենք Մարս գնալուց կամ տիեզերքի ինչ որ խնդրի շուրջը, հանկարծ կտեսնեք, որ դա ավելի քիչ է իր տոկոսով, քան թե մեկ Կարոյի կարողությունները, մեկ Հովհաննիսյան Կարոյի, որ այսինքն Ամերիկան, որ ուզենա իրան ճղի, Չինաստանն էլ ուզենա իրան ճղի եւ այլն, չի կարա մի մարդ ստեղծի, որը մի դրոշ իր պետականության սրտով պահի մոտը, քայլի ու քայլի բարձանա բևեռները, սարերի գագաթները, հատուկ այդ նպատակով, որպեսզի դրոշը ծածանի հետո իջնի։ Ով կարող է անի, ոչ ոք, երկու օր չես կարա աշխատանքից բաժանվես, երկու օր չես կարա տանդ վարձը չտաս, ով քեզ կֆինանսավորի, ֆինանսն ինչ անես, փողն ինչ անես, փող լիք ունես, ով քու փոխարեն կբարձանա լեռը, ոչ ոք, հանգստից հետո կշարունակենք, դուք մնացեք գծերի վրա։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Գանացով գիշերին մի աղջիկ տեսա, նրա գեղեցիկ տեսքով ես նմնկա, նա իր անուշիկ բույրով իմ օդին գերեց, թե ոնց նրան սիրեցի ես էլ դիմադա։ Եկեք Պուտիննիսան դիմեցեք ինձ Դավիթ Հարապետյանին։ Համեցեք Պուտիննիսան, դիմեցեք ինձ Էվլին Ժակետին։ Համեցեք Պուտիննիսան, դիմեցեք Էդմոնդ Բաղդասարյանին։ Համեցեք Պուտիննիսան, դիմեցեք ինձ Էդնա Քյորքոֆին։ Համեցեք Պուտիննիսան, իմ անունը Քրիստոֆոր Կասանջյանը։ Nissan 3333 Hotel Boulevard, La Crescenta. Շարունակում մեր հաղորդումը, ինչպես գիտեք, այսօր ուրեմն ամբողջ հաղորդումը նվիրված է Կարո Հովհաննիսյանի Արարատի գագաթը բարձրանալու հետ, որը հենց հիմա ինքը զանգարեց, դες հետ խոսեց, մինչ 20 րոպե համարյա, եւ դա մեզ համար մեծ պատիվ երջանկություն էր, որովհետեւ նրանք խոսում են հիմա աշխարհի բոլոր կազմակերպությունների հետ, այսինքն կապեր ունեն կառավարությունների հետ, բան եւ այլն, եւ ողջունում են իրար, այսինքն կապերի մեջ են, միայն մենք չենք, բայց մեզ հատկացվեց, իհարկե մենք էլ գիտենք, որ մեր բաժինը պետք է ամենից շատը դիտեր, դուք լսեցիք, որ նա ասեց, որ գիծը գնալու է ուրիշ տեղ, որտեղ ձեռքով է խոսում սատելատային համակարգում։
Ուրեմն այս հաղորդումը կլինի հատուկ հաղորդում, այսինքն դուք ինչ որ խոսում եք, մեջը գրանցվում են ձեր ողջույնները եւ այլն, որը դրվում է razmik.net-ում, ինտերնետային կայքում, բայց սա հաջորդ շաբաթների ընթացքում չի հանվի, վրան կգրվի, ասենք, Կարո Հովասապյանի հեռախոսազանգը Արարատի գագաթից, Արարատից եւ այլն, եւ կմնա կայքի մեջ միշտ, որպեսզի, ասենք, որպես հուշարձան. Եվ հետագայում սա նրա խոսքերը, նրա ասածները եւ այս հաղորդումը կմնա որպես հայ ժողովրդի Արարատը բարձրանալու եւ 15-ամյակին եւ Հայաստան Սփյուռք խորհրդաժողովի հետ համակցված մի համույթ, որը կլինի նաեւ մեծ սիմվոլը, եւ երբ որ կուզենաք, կզայրանաք ինչ որ բանից դուք կխռովեք աշխարհից, բոլոր նրանք հայությունից կհոգնեք, կմտնեք այս սայթը, կբացեք այս հաղորդումը, կլսեք Կարոյի, այս մեր խոսակցությունները եւ կհանգստանաք։ Ուրեմն պետք չի գնալ ճաշկերույթների ռեստորան խմբել եւ այլն եւ այլն։ Լսեք, կարծեսած ստեղծում են կայքում մի ոգևոր վիճակ, երբ որ հայը իր աշխարհիկ հոգսերից կամ տանջակներից, ատելությունից, բանից կանջատի www.razmik.net-ը կհիշի այս հուսարտանը։ Ուրեմն ես նորից ձեզ ձայն եմ տալիս, հիշեցնում եմ, որ այս նկարի բերելը, որը որ ամեն ինչ հապճեպ է կատարում, գիտեք, այնպիսի արագությամբ, որ զարմանալի է, որովհետև եթե CNN-ը ուզեն այսպիսի բաներ կազմակերպեն, երևի 10,000 հոգի պետք է բանակ հանի, որպեսզի Արարատից, բանից, այս ձևի խոսակցություններ, նկար, բերի դնի, բայց այսի կատարում է սարսափելի քիչ քանակությամբ մարդկանց, Ռազմիկ Քեշիշյանն է իմ ստուդիայում ես վարում եմ, եւ երեք էլ աժիոտաժ էր, որովհետեւ Էդվարդն էր այստեղ ժամը 8-ին, որ կանգնացրինք հաղորդումը սպասելու համար Կարոյի հեռախոսազանգին, որը ցավոք սրտի գնաց ոչ թե այս հեռախոսով, այլ սրանով պետք է գնար։ Եվ միգուցե նաև ուրախ եմ, գիտեք, որովհետև Կարոյի ձայնը շատ բարձր արդեն գագաթի վրա է եւ պայքարում են տարերքի դեմ, չէր կարող այսքան երկար տևել 20 րոպե, նա հիմա հանգիստ խոսեց։ Եվ լավ եղավ ամեն ինչ, որտեղ Աստծո ձեռքով էր։ Իսկ նկարը այսօրվա հայտնվեց, որովհետև մեզ դիտում են ամբողջ աշխարհը, այսպես ասենք, կամ կդիտեն ամբողջ աշխարհը ինտերնետով, առաջ ենք ընկնում ժամանակից, մեքենայից։ Ուրեմն աշխատակից Ռայմոնդը այստեղի ափալ-թափալ զանգահարել է Ռազմիկ Քեշիշյանին, որ երեկվա ABC Աղաջյանի ֆոլդերի մեջ կամպյուտերային գտնվում է Կարո Հովասապյանի նկարը եւ նա տեղափոխի այժմ առավոտվա մեջ, որպեսզի երևա։ Եվ այդ բոլորը դուք որ տեսաք, ուրեմն Ռայմոնդը մեր աշխատակիցը 26-րդ AMGM-ի, տեսեք ինչքան է սիրում իրար, որ ասում է հետ վեճս չի, նայում եմ, թող ձախողվի ընկերս նկարը չկա, ես տեսաք, ինչ եղավ, առաջինը։ Զանգահարել է կայծակի նման, որ Ռազմիկին ասել է գտնի այն ֆոլդերը, որտեղ Կարոյի նկարն է եւ բերի էկրանի վրա։ Հենց էսի կոչվում է հայությունը, եւ ես սրա վերաբերյալ ձեզ արդեն սկսել եմ լեկցիաները։ Սուրբ հողը անունն եմ դրել։ Եվ երեկվա խոսակցությունները դրա վրա են, ես կշարունակեմ այդ թեման, բայց այսօր Կարոյի հետ, քանի որ դուք ուզում եք բոլորդ հաղորդակցել, տպավորություն եք ձեզ եմ տրամադրում, թե ինչպես է փոխվում մարդը, երբ որ հողից մի լավ բան է գալիս։ Արարատը ամենասուրբ հողակտորն է իր գագաթով, մեր համար, աշխարհի համար, բոլորի համար, եւ խոսակցությունը սրա մասին է։ Համեցեք եթեր մեկ։ Բարև ձեզ։ Շատ գովելի է։ Իման Ստեփան ջան, այդ նկարահանումը կատարվել է բարձրանալու։ Իհարկե, էսա հին նկարա, սա հույսային բևեռի ինտերնետից է վերցրած։ Նկարահանումը կատարվել է, այսինքն նկարներ կան եւ վիդեոներ կան։ Մենք գիտեք, միությունը ուներ կինոճանապարհորդների ակումբ, երբեք Արևմտյան Հայաստանի հողերը չի ցույց տվել։ Մենք 40-50 տարի մնացել ենք այնտեղ, Արաքսը 5-ից 10 կիլոմետր հեռվից ենք նայել։ Ճիշտ է։ Հիմա էլի փագի տակա, էլի ռուսը կայնել է, այդքան որ մեր մասին մտածում է, ինչի Ադրբեջանյանը չի կայնում, Վրաստանյանը չի կայնում։ Ով։ Ռուս զինվորը, որ այդքան մեր մասին մտածում է։ Այսինքն մեր կողմն է կանգնում։ Հա։
Ես կարծեմ ընդդեզից ոչխարը բերում է ջրում արաքսի ջրերով, իսկ մենք էլի հեռվից նայում ենք։ Ես կարծեմ այդ կապված է միջպետական ինչ-որ մի համաձայնագրի հետ, որտեղ երբ պայմանագիրը 21 թվին եղել է արաքսից 7 կիլոմետր դեպի հարավ, այդ քանի որ այդ ժամանակ ռուսի զենքը թույլ էր հրացաներ, նույնիսկ 30% Հայաստանի հողը Մի րոպե թողեք ես խոսեմ, որպեսզի եթե բան եք հարցնում, եթե դուք պետք է ելույթ ունենաք, ասեք, եթե պիտի վիճեք, ուրեմն ձեր վրա այս կարոյի բանը չի ազդե, դոզան պետք է ավելացնեմ, անջատեմ ու մի քիչ էլ լսեք, թե ձեր հարցին պատասխանեմ, ուրեմն մենք սովորական Թուրքիայի և Սովետական Միության նախկին սահմանի միջև ունեինք Չեզոկ գոտի, հիշում եք թե չէ, Չեզոկ գոտի, որը ոչ Թուրքիային էր պատկանում, ոչ Հայաստանին, միջպետական համաձայնագրերի այս կանոնակարգը միջազգային, ասում է, որ մի երկրից դեպի մյուսը անցնելու ժամանակ պետք է անպայման ունենաս Չեզոկ գոտի, մի քանի տասնյակ մետր երկարությամբ վարած ինչ-որ հողը, այդտեղ ոչ մի բան իրավունք չունի անելի կողմերից ոչ մեկը, իրավունք չունի անելու, ես կարծում եմ, որ հայկական պետության վերջի շրջանի մանավանդ և Ռուսաստանի միջև ինչ-որ, չեմ ասում, հիտլերա-ստալինյան պայմանագիրը կնքվեց, այլ այդ Չեզոկ գոտին ոչ թե վաճառվեց, այլ ի պահ տրվեց Ռուսաստանի Դաշնությանը, որտեղ մենք մտնում ենք ընդհանուր համակարգի մեջ, որը նշանակում է, այդ հողը ոչ Թուրքիայինն է, ոչ մերն է, Ռուսաստանինն է, այսինքն մենք մեր տարածքի այդ մասը տալիս ենք ռուսական զինվորին, ասում, որ էսի քու տարածքն է, այս Չեզոկ գոտին, որի մենք իրավաբանական ոչ մենք ունենք, ոչ նրանք, բայց մեր հողի հաշվին էր այդ ամբողջ գիծը սահմանի վրա գնում, որտեղ մենք փշալարերը նետում ենք միշտ մեր տարածքների մեջ, ոչ թե աշխարհագրական։ Հիմա այս տարածքների ոտնակոխությունը, այսինքն եթե որևէ օտար մարդ մտնի, համարվում է հարձակում Ռուսաստանի վրա, այս ամբողջ գիծը, որը քաշած է Հայաստանի շուրջը, եւ ես կարծում եմ, ես իրավունք չունեմ դες այդքան բաց խոսելու, կարծում եմ, որ եթե այսօր Հայաստանը վատ պետություն լինի, պրովոկացիոն, ասենք այն ինչ որ պատերազմները հրավիրում, ասենք ինչպես Գոլանի բարձունքներն է գրավում, քարտեզը բացեք գրած է Սիրիայից, քանդում է Բեյրութը, մեր ժողովուրդը դրա նման մեկը լիներ, այս օղակը քաշելուց հետո ուղղակի միտեղից Թուրքիայի հոգին կհաներ եւ կսպասեր ենքան ոչ որ Ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ այս շերտի վերաբերյալ պատերազմ սկսեին, կխառներ իրար, բայց տեսեք հայ ժողովուրդը այդպիսի բաներ չի անում, իրան պետք է խաղաղություն, անվտանգություն եւ վերջ, բայց ուրիշը լեր այս ամբողջի հետևում մի համաշխարհային պատերազմի բան ունի սա, որ միջոց ունի, որ Ռուսաստանի վրա է հարձակվում, հա, դա ռուսական հողեր են ախր, նրա հետևում արդեն Հայաստանն է, այսպիսի քայլեր կա, ինչպես երկու զինվորին ես, հա, մեր առևանգում, հետևաբար մենք կքանդենք քու երկիրը, կավիրենք եղած չեղածը, մենք բայց այդ ժողովուրդը չենք, ուրեմն չարությամբ մի լծվեք, համբերությամբ լծվեք, տեսեք ինչ է կատարում, եթե այսօր մեր հիմնական թշնամին ոչ միաբանությունն է, որը ես ջախջախի չարվածներ եմ տալ, բայց միևնույն ժամանակ գլուխը շոյում եմ, որ միանան իրար, այսինքն ես հայ եմ, նրանց հետ որ կռվում եմ, դրանք տրորված հայեր են, իրանց թվում է թե իրանք հայեր են, բայց ասում եմ, եթե դուք ես վարքի մեջ եք, ատում եք հային, չեք սիրում հային, ասում եք նա ուրիշ կուսակցությունն է, սա ուրիշ սոցիալական խավ է, արդեն ձեր հետ ճիպոտով կխոսենք, եւ դուք տեսնում եք ոնց եմ ճիպոտը հարում, առանց նայելու ով է, որովհետև նա տարբերություն է դնում, ես տարբերություն չեմ դնում, խոսքեր չեմ ասում ավելորդ, ես հոգևոր միասնության ճանապարհը կամ լեկցիան կկարդամ ձեզ, վաղը մյուս օր են կոմը, ես ձեզ փորձերով ցույց կտամ, թե որն է ճանապարհը գնալու, սկսել եմ հողից, ու կգնամ այդ ուղղությամբ, ու դուք բոլորդ կտեսնեք, թե ինչպես է մի հատ հայ մարդ կերտում հայ գաղափարախոսությունը ձեր օգնությամբ եւ արած աշխատանքներով, ու դուք կհասկանաք ուր եք գնում, ինչի ենք գնում, շնորհակալություն ձեզ։
Համեցեք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև։ Կարոյի միջոցով կարծում եմ պետք է շնորհավորենք մեր ամբողջ ժողովրդին այսօրվա հաղթանակի համար եւ այսօրվա առավոտը պայքար առավոտ է մեր ժողովրդին։ Ի հակադրություն Արարատի առավոտի, որը անպամած էր եւ գարշելի։ Եվ հույսով, որ հետագայում մենք պետք է շատ ավելի մեծ նվաճումներ ունենանք, սա առաջի քայլն երևի մեր ժողովրդի համար։ Շատ զվարթ եմ իհարկե եւ կարծում առաջին երթանիքը դուք եք, որ դագարցից ուղիղ եթերով, այսինքն ուղիղ կապով հեռախոսազանգ եք ստացել։ Դա կարծում նվիրական զանգ է ձեզ համար։ Իհարկե շնորհակալ ենք, որ դուք փոխանցեցիք մեր ժողովրդին եւ հույսով դիապրենք եւ պայքարենք, կարծում եմ, ուրիշ ոչինչ չունեմ ասելու։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ ես նույնպես։ Անում բոլորին։ Շնորհակալություն, ուրախ եմ բոլորի համար, նաեւ շնորհակալություն ձեզ։ Հայտնեմ դուք եթերում եք մի սպասեք դե կարելի է, ուրեմն հայտնեմ, որ այս ամբողջ նվաճումները, որ գոռում, գոչում, ամպագորգոր, սարերի վրա, գագաթների վրա եւ այլն, Կարո Հովասապյանի Գերդաստանի նվաճումն է։ Եղբայրների, այդտեղ ազգականներ ունեն, հորող տղաներ, Հովասապյանների Գերդաստանի նվաճումն է։ Ինչու՞։ Որովհետեւ մի հայ ընտանիք, որի մեջ աշխատում է Կարոն աշխատում է, չէ՞, օդից չի սնվում։ Չնայած առանց օդի կարող է երկար ժամանակ ապրել, ասենք թթվածին չկա, բայց այս ընտանիքն է ֆինանսավորում, ոգևորում, նրա փոխարեն եղբայրներն են, հարազատներն են աշխատում, որ Կարոն բացակայի աշխատանքից, նրանք ունեն մի փոքր բիզնես եւ դա առաջ են տանում, կահույքի խոհանոցային, որտեղ մասնակից է նաեւ Կարոն, բայց փաստորեն այս Գերդաստանը աշխատում է, որպեսզի հայ ժողովուրդը գնա եւ նվաճի բարձրագույն լեռնագագաթները։ Այդ Գերդաստանին պատիվ եւ հարգանք նաեւ Հովասապյանների, որի ներկայացուցիչն է արդեն Կարո Հովասապյանը, որը Հովասապյանների միտքը եւ ֆինանսները եւ կարողություններն է ներկայացնում Հայաստանին, որից օգտվում ենք, հուզված ենք, ուրախ ենք, ողջունում ենք բոլորս։ Ուրեմն մեկ անգամ եւս մեր հեռուստադիտողների հայ ժողովրդի կողմից շնորհակալություն Հովասապյան ընտանիքին Գերդաստանից սկսած, որ այսօր այս բաներն են տեղի ունենում։ Եթե չլինեն նրանք, Կարոն ոչինչ չի կարող անել։ Սրանք ուրեմն հզոր պետություններից հզոր են։ Պատկերացրեք մի հատ փոքր հայկական բիզնես, ընտանեկան։ Ինչ հզորություն է ցույց տալի։ Ահա հայի տաղանդը, որ ես հայտարարեցի ամպագորգոր, որ Միացյալ Նահանգները ուզենան չեն կարա։ Որտեղ համբուրգեր ուտողը կելի մի սար, հետո կիշնի, հետո էլ չի գնա, հավես չունի ինքը ազատ մարդ է, պիտի անի այն ինչ որ ուզում է, ինչ որ ազգային պարտականությամբ ոգեշնչման գնա ու գնա, նպատակ դնի, կարծում եմ, որ չէ, սա հատուկ ձև էր։ Համեցեք եթերում եք։ Լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Նախ շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ բոլորս, բոլորը։ Εμեր հատկապես լեռնագնացին եւ իր ընտանիքին։ Հետո դրանից հետո երկու հարց բարձրացել։ Ուրեմն առաջի հարցը նախ Արարատ լեռան գագաթը եւ միջով հիմա ինչ մարդիկ, այսինքն քանի հոգի են կարողացել։ Հայերից Համլետ Ներսիսյանին գիտեք։ Այո։ Մի հոգի էլ կա Համլետ Ներսիսյանից առաջ կարծեմ, որովհետև Համլետ Ներսիսյանը, որը մեր տունը հաղորդումն է վարում 26-րդ AMGM-ով, այդ հարցը իրեն տվեք, որովհետև ես այդքան գիտեմ, որ Համլետ Ներսիսյանն էլ մի հոգի էլ կա եւ երրորդը Կարոն է, որ նրանից առաջ հետո չգիտեմ, որովհետև տեղեկություն չունեմ այդ հարցով։ Բայց Կարոյինը միակն է, որովհետև ասենք, եթե մեկը մի լեռ է բարձրանում, ամբողջ կյանքում նկարում ու հիշում է, մնում է պատմության մեջ։ Կարոն աշխարհի բոլոր լեռները բարձրագույն, գագաթներն է եւ մեկը բևեռ է գնում հյուսիսային, մտնում է պատմության մեջ։ Կարոն երկու բևեռներն է եղել։ Կարոն եւ նկարվել է եւ այն։ Կարճ ասած, այս երիտասարդ ինքնակ զոհը, որը հետագայում կասեմ թե ինչ էր կանի, որովհետև հետագայում մեր խնդիրը գիտեք ինչ է, մեր այս մեծերին, ես երեկա ասեցի,
փոստերները սարքել, ասենք Կարո Հովասարյանը Էվերեստի գագաթին, մի հատ մեծ փոստեր, գունավոր, այդ նկարը ունեմ ես, որ եղավ պետքա հանեմ մեծ լավ տպարանել կա այստեղ հայերեն, տպել եւ ժողովուրդը իր տան մեջ ունենա, որ այսով է պիտի ասեն, մեկը պիտի գա, չէ, էսա, տակը պատմությունը գրած է, այսօր մենք ոչինչ չենք կերտում, այսօր մեր համար Նարեկացու Եղիշե Չարենցի գրածները, Թումանյան, հետ, ուրա այսօրվա մարդը, հայ մարդը ուրա, որ պիտի մտնի պատմության մեջ, ով մտնի, դարբասները բացեն, չկա այդ մարդը, մի հատ շուրջներդ նայեք։ Երկրորդ թեկնածուն Յուրիկ Վարդայանի փոստերը պիտի հանեմ, անպայման, այդ Յուրիկ Վարդայանի, որը 50 տարի լրացել է այս տարի, մենք պիտի պատիվ տանք այդ մարդկանց, դրանք մեր պատմությունն են և նվաճումները, հնարավորություններ մինչև տարվա վերջ պիտի կազմակերպեմ նաև իր 50-ամյակը մեծ տոնախմբություն, չեմ լսելու ոչ մեկին, թե սենցա, նենցա, էսա, էնա և այլն, Յուրիկ Վարդայանի նվաճումները աշխարհաքաղաքացին չունի, Կարո Հովսեփյանինը աշխարհաքաղաքացին չունի, երկուսն էլ հայ են, ոչինչ չեմ լսում, դրանց մեր պատմությունն են, պետքա լինեն աշկներից առաջ, նրանց դեմքը, հայացքը, նայվածքը, խոսակցությունը, գրքերը, եղած չեղածը, մենք պիտի անենք այդ բաները, էլի մարդիկ պիտի գտնեն, որոնց որ այս քաղաքական բաների ժամանակ փորձել են տրորել, ոչնչացնել, խաղալ հետները բան, որպեսզի այսօր հայտնվենք, ասենք ասենք, գնում ենք, բայց ուր ենք գնում, մարդ չկա, ինչ որ ծխախոտի մագնատ, գարեջրի ինչ որ հողագործ, եսիմ ինչ, պատմությունները, լրատվությունները լցված է այնպես բաներով, որ հայ ժողովուրդը հենց իրար տենում է ուզում է ճանկռի, կծի ու քացուտակ կծի, ասես բաներ են անում, հիմա ուրեմն Այս երևույթների մեջ խորը արժեքներ կան, հետո կիմանաք, թե դա ինչ է նշանակում, բայց պետք է զարգացնել, ջրել, դուք պիտի իմանաք անձնապես Կարո Հովասարյանի եղբայրն ով է, հետը պիտի զրուցեք, հիշեք, հələ մի հատ եղբորը պիտի պատիվ տաք այնքան, որ հերթը հասնի Կարոյին, և այսպես պիտի լի դրվածքը, դուք մի հատ նայեք, ներողություն արտահայտությանս համար, մի հատ խուժան ամերիկացի դառնում է ձեր հերոսը մտքի ու դուրս չի գալի, ինչի, որովհետև իբր թե սիրել է, բռնաբարել է, սպանել է մի հատ 6 տարեկան աղջիկը, եղավ էսի, բա մեզ սազում է դրան, հիմա ձեր մտապատկերի մեջ դրա կերպարը, աչքերը, բանը, սենց խոսալը, սենց բանը սավ նստած է, դե արի այդ վիդեո Գրանցումը, որ հայերը նայել են այդ ամենը, որ ուղեղի մեջ դիսկով գրած է, հանի, շպրտի դուս, որ իրան պետք չի, դիր Կարո Հովասարյանի աղբոր դեմքն ու իր խոսակցությունը, բիզնեսում կան որովհետև, Արոյինը դիր, Յուրիկ Վարդայանինը դիր, շախմատի տղեկինը դիր օլիմպիադայի, որոնց մի հատ խմբով հաղթեցին, փախան գնաց, հենց տենց, ոչ, պիտի ձեր ուղեղի մեջի այն տեսա աղբը, որ լցնում է լրատվությունը դուրս գցել, տեղը դնել մաքուր լրատվություն, որ դուք ապրեք, այ Կարոյի դեմքը նայեք տեսնում եք, չէ, էսի լի, էսի այս դեմքը հիշեք, որ դե տեսնեք ասեք, այս մարդու դեմքը Կարոյի դեմքին նման էր, կարակ այդ բանը ասեք, նշանակում է ճիշտ ենք աշխատում, որովհետև ձեր ուղեղը մաքրում է, հետո պետք է գա ազգային գաղափարախոսությունը, ում հետ պետք է աշխատվի ներքին սիմվոլիզմը, եթե ոչ Կարոյի աչքերի հետ, Յուրիկ Վարդայանի, ասենք, կեցվածքի հետ, որ և ունենակ խորուրդ և ուժ, համարձակություն, նպատակ, ձև, էսի ձեր ուղեղի մեջ պետք է տրվի, ոչ թե մի հատ մարդու կերպարը մտցրածլի ձեր ուղեղը, որը 6 տարեկանի է բռնաբար է, ու դուք նստացել եք, այ, վույ, բայց ձեր ուղեղը ոնց են փչացել է դրանով, դուք հետո կիմանաք, որովհետև ուզում եք հանեք չի դուրս գալի տպվում է աշկի դեմը, այդ մարդը լրտեսական ինչ-որ դասատու, որը որ հետո դիսմիս է, բայց ուղեղից դուրս չի գալի այնքան հայոյի բան արեցին։ Դե հիմա մեր աշխատանքները դա է, նախ մաքրել ուղեղը, հոգին,
հետո լցեն ընդ մաքուր ջուրը հայկական սուրբ ակունքների, հետո կտեսնեք ինչ կլինի, գնացինք առաջ, 3 րոպե կա, համեցեք։ Ստեփան ջան, ուրեմն շատ ողջորված ենք բոլորս միասին, այո, մենք մեր ազգային հերոսներին շատ չենք գնահատում։ Երկրորդը, այսօր Արարատի սարի վրա կարոն, որ թույլ չեն տվել նկարել այդ դրոշակը հայկական եւ այլն։ Չէ, այդ ասма հսկիչները գալիս են տակից խմբերի հետ, որպեսզի այնտեղ պայմանագիրներ ունեն, որ չքաղաքականացնեն երևի։ Բայց դեք ես ձեզ ասեմ, ես ձեզ քարտեզը ցույց տվեցի Միջին Արևելքի բաժանման։ Հիշում եք թե չէ։ Այո։ Ահա, հիմա Արարատ երևի այսպես ասենք, կարոն լինի վերջի լեռնագնացը հայ ժողովրդի, որ բարձացավ գերի Արարատի գագաթը, լավ է, չէ՞։ Այսինքն դրանից հետո ով բարձանա Արարատը արդեն ազատված լինի։ Ստեփան ջան, ուզում եմ ասել, որ դրոշակը նկարվել է, թուրքերը գնում են, որ ցույց տային, հիմա հələ սպամարը չի ասել։ Վերամները շատ չբացեք, որովհետև այստեղ լսում են եւ մի վարկար ուզան տա եւ չեն թողնի նկարվածը հասցի տեղ, հետ եմ ուզում ասեմ։ Ախ, զգուշություն եք անում, դուք չլսեցիք, որ Կարոն ասեց, ինքը չի նկարել դրոշակը, այլ նկարել են ռուսական խմբի բաները, այո, ինքը չի նկարել։ Սահմանը հասնելուց նեգատիվ կարել այդ բոլոր։ Հիմա, եթե հանգած թուրքերը այնքան խելոք գտնվեն ճակերտավոր եւ որ դրա պատճառով կվատացնեն ռուս-թուրքական հարաբերությունները, ապա դա կլինի իրաց հիմնական էշությունը, այլ ինչ որ երևի մենք կուզենանք այդպես լինի։ Միգուցե հիշեք, որ էքսպեդիցիան ռուսական է, հայկական չէ, հետևաբար նրա մեջ գտնվող մարդը կուզենա իրա պապի վարտիկը կթափարի, կուզենա իրա դրոշակը կհանի, ինքը էքսպեդիցիայի հետ, որ կուզենա չինական դրոշ կհանի, բայց էքսպեդիցիան հայկական չէ, մեջն է մտնում, հետևաբար իրավաբանորեն ազատ մարդը պարտավորված էքսպեդիցիայի հետ, որ ռուսական ասենք բան չանեն եւ այլն, ինչ որ դրա վերաբերյալ փակեք, մենք ժամանակը անցնում է, մեզ զգուշացնում են, որ վերջացավ, մենք վաղը կշարունակենք մեր հաղորդումը, այնքան շատ թեմա կա, չգիտենք որից սկսենք, բայց բոլոր դեպքերում 10-ից 11-ը նորից մենք իրար հետ ենք։ Շնորհավորում եմ բոլորիդ հարազատներին, հայ ժողովրդին, կառավարությանը, կազմակերպություններին, եկեղեցիներին, որ Նոյան տապանից լուր բերեց։ Բոլոր նրանք, որոնք հավատում են, չեն հավատում, կարճացած հայ ժողովրդի ամբողջ զանգվածը։ Ստեսություն մինչև վաղ առավոտ։